Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 1-ն է 2026 թվական։ Գիտեք, հիմնական սպասելիքը մեր ուկրաինական պատերազմի ավարտով է պայմանավորված, որտեղ միայն այդ դեպքում կլինի նոր աշխարհակարգ, կլինի դա ուժեղների մեջ բաժանել ազդեցության գոտիների, այդ դեպքում դաժան մրցակցություն ուժեղների մեջ, ամեն փոքր ուժեղն էլ համարի, որ ինքը մյուսից ուժեղը կարող է ոտնձգություն անի, այդ դեպքում Հայաստանի համար դա խիստ վտանգավոր է, եթե չլինի նորմալ միջազգային կարգ ու կանոն եւ իրավակարգ, եւ կամ էլ թե չէ ագրեսորը պատժվի, որ մենք իմանանք, որ դրա հետ կապված մենք ում կողմից ենք։ Դրա համար կանրադառնանք այդ թեմային, իհարկե Իրանի թեմային անպայման կանրադառնանք, լինի Իրանը, լինի Վենեսուելան, լինի Գրենլանդիան, լինի Պանաման, որն էլ լինի Միացյալ Նահանգների համար դրանք լոկալ պատերազմներ են։ Այդ մեզ համար Իրանի պատերազմը շատ վտանգավոր, նաև շատ կարևոր, որովհետև մեր հարևանն է, մենք այդ պրոբլեմ չունենք, բայց ինքը շատ պրոբլեմներ ունի, որի պատճառով կարող է մեր վրա տարածվի։ Բայց միևնույնն է, աշխարհակարգը ուկրաինական պատերազմի արդյունքով է լինելու։ Մի բան, որ եթե ագրեսորին պատժես, մենք գիտենք, որ այդ պարագայում կարելի է իսկապես ստեղծել բազմաբևեռ աշխարհ, բայց ոչ թե մրցակցային, այլ համագործակցության տարբերակով, պայմանականորեն ասած Միացյալ Նահանգներ, Եվրամիություն եւ Չինաստան, այլ ոչ թե մրցակցություն, այդ մրցակցության պայմաններում ամեն մեկը ցանկանալու է բևեռ դառնա կամ բևեռել չդառնա լոկալ խնդիր լուծի ուժի դիրքերից։ Դրա համար խոսենք ուկրաինական պատերազմի ընթացքից։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ Մայամիում կայացած բանակցություններն արդյունավետ են եղել։ ԱՄՆ կողմից բանակցություններին մասնակցել են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, Տրամփի փեսան Ջարեդ Քուշները եւ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը։ Այստեղ խնդիրը նա է, որ իրանք պայմանականորեն ասած պետք է քննարկեին, թե ինչ են պատրաստվում անել Աբու Դաբիում այսօր փետրվարի 1-ին, բայց մենք լավ ենք հասկանում, որ Միացյալ Նահանգները ավելի շուտ ցանկանում է իմանալ Ռուսաստանից ինչ կարող է ստանալ, ինչ է սպասում Ռուսաստանից, որ դրանով պայմանավորված ինքը մտածի, թե ինչ է խոսելու Աբու Դաբիում։ Այսինքն սա շատ ավելի Ռուսաստան-Ամերիկա փոխհարաբերության հարցն է, որով իրանք պայմանավորեն Ուկրաինայում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, առանց Ուկրաինայի Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ առաջնորդների հանդիպման անհնար է պայմանավորվել տարածքային հարցերի շուրջ։ Վերջնագիծն ամենադժվարն է եւ ներկա պահին մենք չգիտենք իսկապես մոտ ենք արդյունքի, թե հակառակը։ Մենք հենվում ենք Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքների վրա եւ այնտեղ արդեն փաստաթուղթը պատրաստ է։ Մենք նաեւ հենվում ենք Եվրոպայի անվտանգության երաշխիքների վրա, այնտեղ գրեթե ամեն ինչ համաձայնեցված է, բայց փաստաթուղթը դեռ հաստատված չէ խորհրդարանների կամ ԱՄՆ կոնգրեսի կողմից, որտեղ այս անգամ Վոլոդիմիր Զելենսկին նաեւ Ամերիկայի հետ կապված էլ ասում էր, անպայման կոնգրեսով հաստատեք այնինչ պայմանավորություն ձեռք կբերվի, որտեղ նախորդ անգամ էլ առանց կոնգրեսի անցկացած փաստաթուղթը դարձավ թղթի կտոր։ Ի նկատի ուներ Բուդապեշտի մեմորանդումը 1994 թվականի դեկտեմբերի 5-ին, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները երաշխավորում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Մեծ Բրիտանիան էր երաշխավորում, Ռուսաստանն էր երաշխավորում, արդյունքում տեսանք ինչ եղավ։ Դրա համար այս անգամ ասում կոնգրեսով հաստատեք, որ մենք իմանանք սա ավելի կարևոր փաստաթուղթ է։ Զելենսկու խոսքով կարևոր է նաև Ուկրաինայի վերականգնման միջոցների փաթեթը, կան այդ շատ ցավալի հարցերը, որոնց մասին մենք խոսել ենք, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությանը։ Ցանկանում եմ ընդգծել, որ ես չեմ կարծում, թե այդ հարցերը կարող են լուծվել ուրիշ մեկի կողմից, դրանք պետք է լուծեն պետության ղեկավարները, նշել է Ուկրաինայի նախագահը։ Իդեպ հենց Զելենսկին այս կարգի բան ասում է, Ռուսաստանից ասում են, դե եթե ուզում ես հանդիպես, արի հանդիպենք Մոսկվայում, նա էլ ասում է դե տենց արի Կիև, արդյունքում ոչ թե ասում է ուզում եմ հանդիպեմ, այլ ասում է առանց առաջի դեմքի մակարդակներով հանդիպան, ուղղակի տարածքային հարցը չի լուծվի։ Եթե չեք ուզում հարցը լուծենք, բերեք չհանդիպենք։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, երեք խոսեցինք Պիստորիուսի
կարծիքի մասին, այսօր նաև մի ուրիշ հայտարարությունները, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր ազդակ է հաղորդել խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերին, Մոսկվայի վերջին գործողությունները թերևս խոսում են այլ լեզվով։ Առայժմ որևէ նշան չեմ տեսնում, որ Ռուսաստանն իսկապես խաղաղության է ձգտում։ Գերմանիայի պաշտպանության նախարարը նաև հերքել է Կրեմլի հայտարարություններն այն մասին, որ նրա գրոհները երբեք ուղղված չեն եղել քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Պուտինը փոխզիջման պատրաստակամություն չի հայտնել։ Իդեպ շատերն են հասկանում, որ Ռուսաստանի համար այս պատերազմը շարունակելը շատ մեծ դժվարություն է, զոհերի թիվը շատ մեծ, ավերածությունները մեծ, իր երկրում տնտեսությունը քանդվում է անգամ առանց դրոնների հարվածի ուկրաինական, բայց միևնույնն է, նա մտածում է, բա եթե լավ պատերազմը դադարեց, բա այդ դեպքում ինչ ենք անելու, ռազմական ռելսի վրա դրած այս պետությունը ոնց ենք պահելու։ Բացի դրանից, հիմա արդեն որոշ մարդիկ վետերաններ վերադառնում են պատերազմից իրանց երկիր եւ ինչով պետք է զբաղվեն, գիտեք քանի դեպքեր է բացահայտվում, որ իրանք մտնում են այդ ռեկետ բանդիտական խմբավորումների մեջ եւ սկսում են սրանից նրանց փող ուզել, որովհետեւ իրանք բա ինչ պետք է անեն, մարդ սպանելու սովոր, փողին սովոր, ինչ են անելու։ Եվ գիտեք դա ինչ չափերի է հասնում։ Այսինքն իրանք պահում են այնպես, ոնց որ այն որ ասում անցյալ դարի 90-ականներին, այսինքն երբ որ խորհրդային միությունը փլուզվել էր, ով ումից ինչ կարողանում էր խլում էր։ Այսօր Ռուսաստանում այդ վիճակն է։ Եվ դրա համար, երբ որ պարբերաբար ասում են, որ նաև ուշադիր պետք է լինենք, որ այդ կարգի մարդիկ հանկարծ չհայտնվեն տուրիստի տեսքով կամ աշխատանքային միգրանտի տեսքով Հայաստանում, որտեղ նրանք աշխատելու ունակ չեն, աշխատելու ունակ ելնեին, պայմանագիր չէին կնքի, որ գնանք մեռնենք, տնեցիք փող ստանան, կամ գնանք փող ստանանք մարդ սպանելով, որովհետև մենք ուրիշ որևէ աշխատանքում ունակ չենք։ Այդ մարդը, որը որ ունակ չէ, պատրաստ է գնա սպանի կամ մեռնի մենակ փող ստանա, այդ մարդը, որ գա Հայաստան, ինչ է անելու։ Չեմ ասում այդ վտանգը այս պահին արդեն մեզ խեղդում է, բայց եթե սկսի խեղդել, ոնց ենք դեմն առնելու, առավելևս երբ որ գիտենք, որ առջևում ընտրություններ են եւ առավելևս գիտենք, որ ապակայունացնելը բխում է առաջին հերթին Ռուսաստանի շահերից։ Եթե Ռուսաստանը դա պետական մակարդակով էլ չանի, Ռուսաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր կֆինանսավորեն, կասեն պետական մակարդակով, կասեն բեր այս մարդկանց փրկենք, էլի, ձեր մոտից տանենք։ Դրա համար ցանկացած մի հոգի էլ եթե հայտնվի, դա զանգ է, որտեղ եթե մի հոգու գալը չկանխեցիր, հետևից կգան արդեն մեծ թվով մարդիկ։ Այդ մի հատը կարող է ուղղակի գծերը ստուգեն, էլի։ Դրա համար պարզ է, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, որտեղ չգիտի ոնց է վարվելու խաղաղության հետ։ Այսօր Աբու Դաբիում տեղի կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև խաղաղության բանակցությունների երկրորդ փուլը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ չլուծված հիմնական հարցը տարածքայինն է։ Մոսկվան շարունակում է պնդել Դոնբասի մի մասի նկատմամբ վերահսկողությունը։ Ռուսաստանը չի սպասում առաջընթացի, քանի որ տարածքային հարցերի վերաբերյալ որոշումները պահանջում են պետությունների ղեկավարների մասնակցություն։ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ այս հարցը պետք է քննարկվի անմիջապես Պուտինի հետ, որ առաջնորդների հանդիպումն անխուսափելի է։ Իհարկե, երբ որ ասում են փետրվարի 1 Աբու Դաբին եւ Երևանը նույն ժամային գոտին էր, այսինքն պետք է որ դա տեղի ունենար, ինչու ես կարդացի սա, երբ որ արդեն տարածվեց, որ հետաձգվել է, կարդացի, որ դուք իմանաք, որ այդ պահի դրությամբ դեռ ամսի 1-ի հանդիպումը պլանավորած էր։ Անկամ որ պատվիրակները կարող էին տեղում ելնել։ Ինչ փոխվեց, սա հասկանանք, ինչու սրանից հետո հայտարարվեց, ոչ թե ավելի շուտ մենք այդ մասին իմացանք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև հաջորդ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան փետրվարի 4-ին եւ 5-ին, այլ ոչ թե այսօր, ինչպես նախատեսված էր։ Մեր բանակցային թիմից հենց նոր զեկույց ստացվեց, բանակցային թիմից զեկույց։ Որտեղ էր այդ բանակցային թիմը, արդեն տեղեր ասել, թե ուղղակի խաբար արեցին, ասին սենց է։ Հաստատվել են հաջորդ եռակոմ հանդիպումների օրերը փետրվարի 4 եւ 5 Աբու Դաբիում։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է առարկայական խոսակցության եւ շահագրգռված է, որպեսզի արդյունքը մոտեցնի պատերազմի իրական եւ արժանապատիվ ավարտին։ Ինչ տեղի ունեցավ, որ ամսի 1-ի հանդիպման մասին մենք իմացանք ամսի 1-ին, որ հետաձգվում է
երկու բան կարող է տեղի ունենալ կամ երկուսն է զուգահեռ։ Առաջինը Մայամիում հանդիպած հաջող բանակցությունների արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ պետք է մարսեր իր տալիք առնելիքը Ռուսաստանի հետ, որ իմանար Ուկրաինայի հետ ինչ է խոսում, որ կարողանար գործարքը գլուխ բերել, եւ երկրորդ Իրանի հետ կապված հարցում այս օրերը օգտագործի, եթե հարված է հասցնելու, հասցնի հիմա, որտեվ հետագայում, որովհետև դրանով կարող է պայմանավորվածելի մեր տարածաշրջանում այլ հարցեր ու այլ գործողություններ կամ ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգների քայլերը։ Դրա համար կհետևենք նաև այդ զարգացումներին, բայց տեսեք նաև Ռուսաստանից ինչն է հետաքրքիր։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոպան փորձել է եւ շարունակում է փորձել սեպ խրել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, Տրամպի քաղաքականությունը համարելով եվրոպական շահերին վնասող։ Լավրովը նշել է, որ եվրոպական էլիտաները օգտագործում են ուկրաինական ռեժիմը Ուկրաինայի դեմ պատերազմելու համար եւ ուղղակիորեն պատրաստվում են պատերազմի։ Այսինքն շարունակում են իրանք պնդել, որ եվրոպական երկրները ցանկանում են Ռուսաստանի հետ պատերազմել, այսինքն իրանք հող են նախապատրաստում, դե ինչ անենք, իրանք պետք է մեր վրա հարձակվեն, ստիպված մենք հարձակվեցինք, իրանց պատերազմ է պետք։ Բա Ուկրաինայի վրա էլ տել չհարձակվեցին։ Բա ասեցին, դե Ուկրաինան պետք է հարձակվեր, մենք նախահարձակ եղանք։ Ուկրաինան ուզում էր Ռուսաստանի վրա հարձակվեր, հա։ Ով է դրան հավատում։ Հանցագործություն կլինի թույլ տալ, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև շահերի տարբերությունը վերածվի թեժ բախման։ Լավրովը ոնց է սարսափում Ամերիկայի Միացյալ Նահանգների բախումից։ Ռուսաստանը երբեք չի միջամտում Միացյալ Նահանգների Եվրոպայի հարաբերություններին, բոլորի հետ վարվում են իրենց հեղինակության համաձայն, եզրափակել է Լավրովը։ Իհարկե, հետաքրքիրը նա է, որ նորից մի հատ անդրադառնանք ինքը ինչ է ասում։ Եվրոպան փորձում է սեպ խլել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Այսինքն Լավրովը ուզում է մեզ փաստի, մի բան որ մենք արդեն գիտենք, որ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արանքում սկի սեպի տեղ չկա։ Հազիվ են եվրոպացիներն ուզում այդ սեպը խլեն, այդ տենց եկել տենց կպել եք իրար, հա ժողովուրդ, լուրջ, բայց ենք ասում էլի, որ մեզ մտահոգում է, որ դուք եկաք կպակ իրար, դա լավ չի լինելու, որ դուք կարող եք նստեք իրար այդ բազարի, մի բան մեկը զիջի Ուկրաինայում, մի բան մեկը զիջի Հարավային Կովկասում, բայց չենք անհանգիստ։ Բա դրա համար ենք անհանգիստ, որովհետև գործարք կնքող Տրամպի պայմանավորվածություններին չենք հավատում։ Բացի դրանից, այսօր մի բան կասի, վաղը ուրիշ բան, մյուս օրը լրիվ ուրիշ բան, չորրորդ օրը լրիվ արդեն ուրիշ չգիտենք ինչ։ Ինքը ուղղակի շատ կանխատեսելի է իր անկանխատեսելիությամբ։ Մենք արդեն գիտենք, որ իր մոտ դա արդեն դարձել է սովորություն։ Մաքսադուրքը կբարձրացնի միշտապեք, վաղը կարող է փոխի, հետո մի քիչ կլի կսպառնա միշտապեք, կարող է հետո ասի գործարք կնքենք։ Բայց հիմա հասկացաք, որ Ռուսաստանը Եվրոպային մեղադրում է, թե դուք ոնց եք ուզում մտնեք մեր արանքը խառնեք, այդ աշճանի դուք տենց կպել եք իրար, դե մենք ուղղակի դրանից եզրակացություն անենք, թե չէ, որ հանկարծ շատ լուրջ սպասելիքներ չունենանք, որ կարող է Դոնալդ Տրամպը մեր անվտանգությունը երաշխավորի։ Նախիկը նման խոստում մեզ չի տվել, այդ Հայաստանում են ցանկանում դա այդպես ներկայացնել, թե որ փաստից են ելնում, որ դա այդպես է, եւ երկրորդ նրա պայմանավորվածությունները կարող է շատ ուրիշ տեղ տանի աշխարհը։ Մեր աչքի առաջ տեսնում ենք ինչ կլինի Իրանին հարվածել եւ ինչ կլինի Իրանին չհարվածել, Իրանն էլ կտիան ասի դուք եք խաղեր տալի Ամերիկայի հետ։ Դե եկեք տենամ ինչ եք անում։ Այդ ժամանակ Տրամպը մեզ պաշտպանելու է։ Իսկ իհարկե մի հատ էլ այս հումորի ժանրից մի հատ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. Ռուսաստանը չի գտել Թրամփի կողմից ուղարկված որևէ սուզանավ։ Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին, Մեդվեդևն ասել է, որ կենտրոնական ռազմական շրջանում հաղթանակն արդեն տեսանելի է մի շարք պարամետրերով։ Այսինքն ձեր համար հաղթանակը տեսանելի է, ձեր համար հաղթանակը 4 տարի է տեսանելի է։ Տեսել ենք, թե ինչի եք հասել, հադրանենք մի կողմ, բայց ինչ է ասում։ Տրամպը հիշում եք, որ ասեց, որ միջուկային սուզանավ է ուղարկել Ռուսաստանի ափերին, որ հանկարծ եթե Ռուսաստանը իրեն լավ չպայի, շատ մոտ է։ Նախ Տրամպը դա բան չպետք է ասել, որովհետև այդ միջուկային սուզանավերը միջուկային մարտագլխիկով
Ուղղակի դրա մասին պետք է չխոսես։ Դա այն բանն է, որ նույնիսկ չպետք է ասես դա որտեղ է, թեկուզ մոտավորապես, կամ ուղարկել ենք մոտիկ։ Նույնիսկ դրանից ակնարկը արդեն սխալ է։ Դա գլուխ գովալու բան չի, որ իմացի մենք դա մոտեցրել ենք։ Դա ուղղակի գոյություն չունի, վերջ։ Պետք է իմանաս, որ դա կա, ու պետք է հանկարծակի հարված ասեն։ Բայց դնենք մի կողմ, մի գլուխը գովացել է ասել, հետո սկսեց հասկացնել, որ տեղերը չեմ ասելու։ Բայց հիմա սրանք էլ ընկել են նրա խելքին։ Փաստորեն պարզվում է ման են եկե, որ գտնեն։ Ու հիմա ասում է չենք գտե։ Երիտասարդ մեր գու բաժակ պակաս խմի, ու մի հատ ուղեղը աշխատացու, եթե տակը ինչ որ բան մնացել է։ Եթե դու միջուկային մարտագլխիկով, միջուկային էներգիայով աշխատող սուզանավը դու կարողանաս գտնես, դա այլևս սուզանավ չի։ Դա արդեն մետաղի ինչ որ մի հատ տենց պահածոյի բանա, տուփա։ Ինչ սուզանավ։ Այդ սուզանավի ամբողջ իմաստը նա է, որ դու դա չես գտնի։ Այսինքն ման ես եկել, հա։ Ու հիմա էլ չես գտել։ Ու քեզ հանգստացնում ես, որ կարող է դա գոյություն չունի։ Որ ինչ է քննարկում, ես չեմ հասկանում։ Ու այս մարդը նախագահ է եղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եկավ այդքան միլիարդավոր դոլարների հակաօդային պաշտպանության համակարգ էիք տվել։ Նիկոլաս Մադուրոն էլ ապրում էր ռազմաբազայում։ Այդ ռազմաբազան նենց էր արած, որ ռազմական տերմինոլոգիայով ասած օրտնիր պորտով, ղուշտնիր թևով չէր կարող մտներ։ Ամերիկացի կեկան են եթիմին վերկալա տարան, հետո գլխի ինգակ որ տարել են։ Էնե որ չասեին էլի չէիք իմանա։ Այդ չէր ձեր հակաօդային պաշտպանությունը։ Այդ ձևով եք Սուզանավ մանգալի։ Դե պատկերացեք, ես ովքեր են այդ մոլորակը ղեկավարում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է. Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից։ Ամերիկայի նախագահը հույս է հայտնել, որ Չինաստանը նույնպես նավթ կգնի Վենեսուելայից։ Այն որ Վենեսուելան ունի աշխարհի ամենամեծ պաշարը, նավթի հետ գիտենք։ Բայց որ Վենեսուելայում ֆանտաստիկ մեծ փողեր է պետք դնել, որպեսզի կարողանան նա նորմալ արդյունահանել եւ նորմալ արդեն խաղի մեջ մտցնել Վենեսուելային Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա էլ գիտենք։ Առավել եւս Վենեսուելայի նավթի որակն էլ գիտենք, որ այդքան բարձր չի, բավական լուրջ ներդրումներ է պետք։ Ավելի շատ սա քաղաքական քայլ է կախվածության մեջ գցելու, որովհետև դու շատ գինը էժան չես կարող իջացնես, դու ինքդ կտուժես, որովհետև շատ էժանով դու չես կարողանա անգամ Վենեսուելայի նավթը արդյունահանես։ Էլ չեմ խոսում, որ շատ էժանը կխփի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների արդյունահանմանը։ Բայց եւ միևնույն ժամանակ քանակով եթե ցանկանաս ինչ որ ձևով քեզանից կախվածության մեջ գցես, դա հարցի ուրիշ մասն է։ Ավելի ճիշտ օգտագործես, որ Իրանին չեզոքացնես։ Դե Իրանին չեզոքացնելը պարզ է, հիմա պատերազմի առիթն էլ դրանով է, կամ գործարք կկնքենք, դու իմ ազդեցության տակ կլնես, կամ կխփենք, բացի դրանից Իրանի ոչ միայն Չինաստանին կամ Հնդկաստանին նավթ տալու մասին է խոսքը, այլ նաև ստվերային նավատորմը Ռուսաստանի, որ որևէ ձևով չսպասարկվի Իրանի կողմից։ Հանկարծ այդ մասում որևէ խաղեր չտա Իրանը, դե մենք դա գիտենք նաև Դոնալդ Թրամփի հետ կապված աշխարհի բոլոր հարցերը նավթի գծերով է պայմանավորված, այդ պարզ է։ Բայց եւ միևնույն ժամանակ այնուամենայնիվ ինքը մտածում է, որ Վենեսուելայով ինքը կարողացավ խնդիր առաջացնի, որ Չինաստանը մտածի Վենեսուելայից առնի, բայց Չինաստանին երբ որ ասում ես, որ եթե դու Ռուսաստանից առնես սանկցիա կկիրառենք, բայց հետո Վենեսուելան վերցնում ես, պարտադրում ես, որ նա Վենեսուելայից առնի, նա էլ է մտածում, իսկ արժե քեզանից կախվածության մեջ լինի, թե չէ։ Եթե հաջողվի, շատ լավ է, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել։ Ու գիտեք ինչն է այդ արքիր։ Նորից էլի ինքը խոսում է Չինաստանին կախվածության մեջ գցելու մասին, բայց եւ միևնույն ժամանակ դժգոհում է հանկարծ Չինաստանը չծավալվի։ Հերթական անգամ, սա արդեն որերորդ դեպքն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Կանադային էական հետևանքներով, եթե վերջինս առևտրային գործարք կնքի Չինաստանի հետ։ Այսինքն ինքը ուզում է Չինաստանի հետ գործարք կնքի Վենեսուելայի նավթը տա, բայց հանկարծ Կանադան գործարք չկնքի, որովհետև դրանով իր վերահսկողությունից դուրս կգա Չինաստանի քայլերը։
Եթե նրանք գործար կնքեն Չինաստանի հետ, այո, մենք շատ էական բան կանենք, որովհետև կարելի է ասել, որ ես հրաշալի հարաբերություններ ունեմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ, բայց մենք չենք ուզում, որ Չինաստանը գրավի Կանադան։ Պարզվում է շատ լավ հարաբերություն ունի։ Անցյալ տարի հիշում եք, նոր էր սկսել պաշտոնավարումը, արդեն իր թիվ 1 թշնամին Չինաստանն էր, որ մեռանք բացատրելով, ընկեր ջան, Չինաստանին հանգիստ թող, Չինաստանի դեմ կռվես, դու ես մեկուսանալու, Չինաստանին չես մեկուսացնելու։ Ընդհակառակը ինքն է սկսել ուրիշների հետ աշխատել։ Բայց չասինք meil արդեն տենց հրաշալի հարաբերություններ ունենալը թմբկարի, այն դեպքում, երբ որ այդքան էլ գործնական քայլերը ցույց չի տալու, այդ հարաբերությունները հրաշալի են։ ԱՄՆ նախագահի կարծիքով, եթե երկու կողմերը կնքեն այդ գործարքը, որի վրա Կանադան հույս է դնում, Չինաստանը կգերիշխի Կանադային։ Բան չի ես հուզվում։ Առավոտը ծիրիգու ասում ես Կանադա, դու իշ պետություն 51-րդ նահանգ եմ ուզում սարքեմ։ Քո անվտանգությունը ես եմ պահում։ Մոռանում ես այդ բոլոր պատերազմներին ու կողքդ կանգնած ա եղել։ Բացի դրանից, եթե դու մտածում ես, որ Կանադան որպես պետություն վերացնես դառնա 51-րդ նահանգ, Չինաստանը հաստատ այդ ցանկությունն ու մտադրությունը չունի, հնարավորություն էլ չունի։ Բայց ինչ խնդրեմա որ։ Ինչ ես Կանադային մեղադրում։ Այս կարող է դառնալ Լուկաշենկոն, ասում ուր ունեք գնալու։ Հենց ասպես տեղ ունենք գնալու, ասում յաբա մոտ չի։ Բա մենք ախպեր չենք։ Կանադան ախպեր էր։ Քեզ էլ մեծ ախպեր էր ընդունում։ Անպայման պետք է Չինաստանի հետ ինքն էլ պայմանավորվի, որ խառնվես իրար։ Դանիացի հարյուրավոր վետերաններ, որոնցից շատերը կռվել են ամերիկացիների հետ կողք կողքի, լուր բողոքի ակցիա են կազմակերպել Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատան մոտ ի պատասխան Դոնալդ Թրամփի վարչակազմի Գրենլանդիան բռնակցելու սպառնալիքների եւ իրենց մարտական ավանդը նսեմացնելու փորձի։ Դանիան միշտ կանգնած է եղել ԱՄՆ-ի կողքին, մենք հայտնվել ենք աշխարհի ճգնաժամային գոտիներում, եւ Միացյալ Նահանգները մեզ խնդրել է դա անել։ Մենք մեզ հիասթափված եւ ծաղրված ենք զգում Թրամփի վարչակազմի կողմից, որը դիտավորյալ անտեսում է Դանիայի մասնակցությունը Միացյալ Նահանգների հետ մարտական գործողություններին։ Ինիվիճիալ Դանիան հատուկ ընդգծել է նաեւ թվականակը ինչքան մարդ Աֆղանստանում զոհվել Դանիայից, ինչքան մարդ Իրաքում եւ կոնկրետ ասել, որ թվային տարբերությամբ հարաբերակցությամբ եթե նայես պետության բնակչության թվով ամենամեծ տոկոսային հարաբերակցությամբ մենք մասնակից ենք եղել եւ այս ինչ անհարգալից վերաբերմունք է էլի եւ ամեն զոհվածի համար մի հատ դրոշով գնացել են որպես բողոքի ակցիա թե այս ինչա ձեր արածը Բարերով հնարավոր չէ նկարագրել, թե որքան ցավալի է մեզ համար, որ Սպիտակ տունը մոռանում է Դանիայի ներդրումն ու զոհողությունները ժողովրդավարության, խաղաղության եւ ազատության համար պայքարում։ Նշվել է դանիացի վետերանների եւ վետերանների աջակցության կազմակերպության հայտարարության մեջ։ Դանիացի վետերանները վրդովված են, որ Սպիտակ տան հռետորաբանությունն անտեսում է Գրենլանդիայի ինքնորոշման իրավունքը, որը ՆԱՏՕ-ի դաշնակից երկրի Դանիայի տարածքն է։ Իդեպ չմոռանանք, որ Դանիան հիմնադիր անդամ է ՆԱՏՕ-ի 12 հիմնադիրներ, որը Վաշինգտոնում ստեղծվել 1949 թվականին։ Նրանք նաև կտրականապես դեմ են Թրամփի այն հայտարարությանը, որ Դանիան ի վիճակի չէ պաշտպանել արևմուտքի անվտանգության շահերը Արկտիկայում։ Այսինքն զորով քո դաշնակցին ոտի ես հանել, որոնք որ նեղանան, ասեն մենք պատրաստ ենք մեր հայրենիքը պահենք, հա պարզ է Ամերիկայի հետ իրանց հայրենիքը չեն պահի, բայց Ամերիկան ամբողջ աշխարհին պատերազմ հայտարարել չի կարող։ Անիմաստ է գործընկերներին իր դաշնակիցներին իր դեմ հանել է, էլի։ Են էլ Ամերիկան չի անում, բոլորը դժգոհում են Թրամփից, որտեղ իրանք էլ են տարանջատում Թրամփ եւ Ամերիկա։ Հասկանում են, այսօր կայքուտ չկա Ամերիկայի հետ մեր հարաբերությունները չփչացնենք։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրամիությունում իշխանությունը գրավել են խելագարների ավազակախմբի կողմից, սա ինչ որ խելագարների ավազակախումբ է լիովին անբավարար եւ անգործունակ այդ թվում միջազգային հարաբերությունների համար պատասխանատուները կամ նրանք ովքեր վնասում են իրենց սեփական երկրների, որոնք նրանց ընտրել են այդ պաշտոնին։ Իհարկե ինքը շատ է գործից անտեղյակ, որ որևէ եվրոչինովնիկ կարող է եվրոպական երկրների առաջի դեմքերի մակարդակով գերիշխել նրանց։ Ես չգիտեմ ինքը որ կառույցի մասին է խոսում, այդ ինչա Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կամ Կայա Կալասը կամ ով Անտոնիո Կոշտան ինչ են անելու Մակրոնի վրա ազդելու են, Մերցի վրա ազդելու են, ասեք դու ինչից ես խոսում ընդհանրապես էլի։
Գոնե նախագահ ես եղել, այդ կառուցվածքները իմացել ես։ Այն ինչի մասին որ խոսում ես, ինքը որ խոսում է խելագարների ավազակախումբը հավաքվել է Ռուսաստանում, Պուտինի շուրջ, որ պատրաստ է այդ մարազմատիկ ծերուկի համար իր պետությունը տանի կործանման։ Այդ եթե ման ես գալի կողքերդ նայի մի հատ տես ինչա կատարվում։ Հաստատ որևէ եվրոչինովնիկ այդպիսի լիազորություններ չունի, որ կարողանա իշխանությունը զավթել Եվրամիությունում, էլի։ Բայց սա է այս մարդկանց մակարդակը։ Սրանք են որոշում եւ այն էլ մի հատ էլ մտածում են սպասեք հեսա Ուկրաինայի հարցերը լուծենք, շուռ են գալու Կովկասի հարցերը լուծենք։ Հո մենակ այն չի որ մենք մտածում ենք Եվրամիությանը իրանք հաղթելու են։ Մենք մտածում ենք որ սրանք չեն այդ մտքից բանանում որ ցախորդ փանոսի նման իրանց պետքա մի հատ էլ մտածեն թե գոնե մի հատ բադ խփեն, ցույց տան որ իրանք հաղթել են, էլի։ Ու մանգան տենան այդ բադը ով է այս անգամ։ Դա է որ մեզ մտահոգում է որ հանկարծ չմտածեն որ իրանց ուղղությունը դեպի մտածեն մի հատ լոկալ հաղթանակ տանենք Հայաստանում դեմնել խառը իրավիճակը ընտրություններն էլ գումարած իշխանություններն էլ առավոտի ծիրիգու ամեն ինչ անում են ուռճացնեն Ռուսաստանի դերակատարությունը Հայաստանի վրա եւ այս ամեն ինչը արհեստականորեն ուռճացնեն որի պարագայում ստացվի այնպես որ ամբողջ աշխարհն ասի հա դե ռուսներն արդեն Հայաստանը վերցրել են ինչ եք զարմանում Հիմա նայենք Իրանի հետ կապված իրավիճակը, որը այնպես չի, որ որևէ ձևով մեղմացել է։ Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում քաղաքի 3.5 միլիոն բնակիչների համար։ Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ավելի քան 300 ստորգետնյա կառույցներում, ինչպիսիք են կայանատեղիները եւ մետրոյի 82 կայարաններում։ Ինչպես տեսնում եք, այսինքն իրանք լավ էլ հասկանում են, որ կարող է այդ հարվածը լինի անխուսափելի։ Իսկ պատկերացրեք նաև մեզ համար դա ինչքան վտանգավոր կարող է լինել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Իդեպ 3 արտգործնախարարների մակարդակով են հավաստիացումներ անում Ադրբեջանը, այսօր նախագահների մակարդակով։ Զրույցի ընթացքում նշվել է Ադրբեջանի եւ Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության եւ բարիդրացիության սկզբունքների վրա, ընդգծվել են մեր ժողովուրդների միջև պատմական, էթնիկական եւ կրոնական կապերը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նշել են Իրանի նախագահի այցերը Ադրբեջան պետությունների ղեկավարների հանդիպումը եւ նրանց արդյունավետ բանակցությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Ալիևը մտահոգություն արտահայտելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտնել է Ադրբեջանի պատրաստակամության մասին նպաստել լարվածության նվազեցմանը եւ ընդգծել է, որ մեր երկիրը աջակցում է նման հարցերի լուծմանը բանակցության եւ փոխընդրման միջոցով։ Ինչի Ադրբեջանը sense խառնված իրար վրա հավաստիացումներ անում, որովհետեւ նախորդ 12 օրյա պատերազմի ժամանակ Իրանը այնուամենայնիվ կասկածները իր ամոթ մնաց, որ Ադրբեջանի տարածքն օգտագործել են Իրան հարվածելու համար, մանավանդ Իսրայելը ընդեղ ունի բազաներ։ Չկարողացավ ապացուցի, բայց այնուամենայնիվ ցույց տվեց Ադրբեջանի, որ բախտը չփորձես հաջորդ անգամ տենց բանել է։ Բայց դա մենակ այն անգամվա ասածը չի։ Այս վերջերս ինքը ասեց, ցանկացած դեպքում մեր հարևանները պետք է կողմնորոշվեն ում հետ են։ Մեր դեմ ցանկացած բան պատասխան հարված են ստանալու։ Իսկ Ադրբեջանը լավ է հասկանում, որ այդ պատասխան հարվածը կարող է Իրանը նաև տա, եթե Իրան հարված հասցնեն։ Եվ դրա համար շտաբում է բացատրի, որ տենց բան չկա, ին տարածքը չեմ տրամադրի եւ այլ եւ այլ։ Բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը լավ էլ Ամերիկայի հետ է աշխատում։ Հիմա կարող է հարց առաջանա, մենք էլ ենք ուզում նույնն անենք, Իրանի հետ էլ լավ լինենք Ամերիկայի հետ, բայց տարբերությունը ո՞րն է Ադրբեջանի եւ մեր։ Տարբերությունը շեշտակի մեծ է, որն է դա։ Որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Ադրբեջանի պետականության կորուստի վտանգ ինքը ոչ մեկի չի տեսնում։ Ինքը հանգիստ կարա խաղեր տա նրա հետ էլ, նրա հետ էլ։ Այդ մենք խնդիր ունենք, որ խաղաղություն կարողանանք պահել։ Ադրբեջանի բարի կամքի վրա մենք մեր հույսը չենք դնում, աշխարհակաղակական իրավիճակը այնպեսին չլինի, որ ոտնձգության խնդիր առաջանա։ Հայաստանը խնդիր ունի, որ Ամերիկան Իրան անվտանգության երաշխիք տա։ Հայաստանը խնդիր ունի, որ Իրանի նկատմամբ լոյալ վերաբերմունք լինի, որովհետև հանկարծ Իրանը Հայաստանին չմեղադրի, որ եթե դու ուզում ես բերես Ամերիկային մտցնես Սյունիք, ես հիմա զորք կմտցնեմ Հայաստան։ Ուշադրություն, Ամերիկան զորք չի բերելու Սյունիք, որ Իրանի դեմը փագի։ Մենք դա գիտենք։
Եթե Ամերիկան չի բերելու փագի ու Ամերիկան Իրանին հարվածեց, Իրանը զորք մտցրեց Հայաստան, ինչ ենք անելու, մենք բողոքելու։ Իսկ որ մտավ դուրս է գալու։ Այսինքն մենք խնդիր ունենք, որ խաղեր տալու պարագայում մեր անվտանգությունը չվտանգենք։ Ադրբեջանը այդ խնդիրը չունի, Ադրբեջանը մտածում է ընդամենը առավելագույնս օգտվի բոլորի հետ լավ լինելու։ Որովհետև հիմա Ադրբեջանի նաև նախորդ օրվա նյութը ասեմ կապելով սրա հետ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է Ամերիկայի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ներկա իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի նախագիծը, որը գտնվում է իր ավարտական փուլում, ինչպես նաև երկկողմ օրակարգի այլ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, բայց կարևորը նայենք սա է։ Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Կոնգրեսում Ադրբեջանի հետ կապված առաջ քաշված նախաձեռնությունների շուրջ և ընդգծվել Ազատության աջակցության ակտի Ադրբեջանի հետ կապված 900-րդ բանաձևի ուղղումը չեղյալ համարելու կարևորությունը, որ երրորդ անգամ Ադրբեջանն ասում է, այս խնդիրը արանքից դուրս է եկել, Թրամփն էլ համաձայնվել է, բայց հարցը կոնգրեսն է որոշելու։ Ասում է, ես ինչ եմ արել, որ դուք ուզում եք այնուամենայնիվ իմ դեմ սանկցիաներ կիրառել։ Ես ագրեսոր եմ, ինչ ագրեսոր։ Հայաստանը որևէ միջազգային կառույց կա, որ ինձանից շնորհակալություն չի հայտնում։ Հայաստանը ինքն է ասում, որ ես ապաշրջափակել եմ նույնիսկ առանց խաղաղության պայմանագրի։ Արեք այդ ամեն ինչը Ադրբեջանի համար, այսինքն ինքը չի մնացել Ամերիկայի մի քանի դոլարին, որ իրան կաջակցեն։ Այսպես թե այնպես Ամերիկան ռազմական համագործակցության հարցեր պայմանավորվել է Ադրբեջանի հետ։ Ինքը սկզբունքորեն ցանկանում է այդ բանաձևը դուրս գա, որտեղ այդ բանաձևով Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչև օրս ագրեսոր է ճանաչում Ադրբեջանին, մինչև օրս Ադրբեջանին է մեղադրում շրջափակելով Հայաստանին։ Այսինքն այն բոլոր մեղադրանքները, որը Ամերիկան ներկայացել է, դեռ դրանք չեն վերացել։ Ադրբեջանը դա է ուզում, որտեղ ինքը ասում է Նիկոլ Փաշինյան, դե ասա, որ դուք եք օկուպանտը։ Ես չեմ օկուպանտը, Ամերիկան մինչև մի հեծ գիտի ես եմ օկուպանտը։ Նիկոլ Փաշինյանը առավոտից ասում է, դե ասում ենք, մենք ենք հարձակվել, մեր զորքը ինչ գործ ուներ Ադրբեջանում, ախր մենք ենք օկուպանտը։ Եվ այլ, գիտեք, 91 թվից Արցախը Ադրբեջանի կազմում էր, եւ այլ, գիտեք, ինչքան է տանջվում ու չարչարվում Ալիևի համար, որպեսզի այս բանաձևը չեղարկվի։ Այսինքն հիմա տեսակ, Ադրբեջանը եւ Ամերիկայի հետ աշխատում եւ Իրանի հետ։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է. Իրանը Եվրոպական միության երկրների զինված ուժերը հայտարարել է ահաբեկչական խմբավորումներ։ Հայտարարությունը պատասխան է Եվրամիության որոշման, որով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։ Այն ինչ որ ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, դա ունեց սիմվոլիկ հայտարարություն է, որովհետև բավական լուրջ, այսինքն որոշումներ, սանկցիաներ կար հենց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված։ Իսկ սա նոր բան չի, սա ուղղակի ավելի շատ, բայց խնդիրը ուրիշ է, եթե Իրանն է այդպես ասում, անգամ պատրաստ է նաև դիվանագիտական առումով զինվորական կցորդների Եվրամիության ներկայացուցիչներին ասի հետ կանչեք, գնացեք, անիմաստ ենք տեսնում նրանց ներկայությունը մեր երկրում, դա էլ է մեզ համար վտանգ, որովհետև Եվրոպայից էլ մեծ սպասելիքներ ունենք, առայժմ էլ եվրոդիտորդներն են մեր սահմանը պահում, եթե նույնիսկ հեռադիտակով, բայց նրանց ներկայությունը մեզ համար շատ օգտակար է։ Եթե դա այդքան օգտակար չէր, Ադրբեջանը չէր պնդի, որ անպայման հենց խաղաղության պայմանագիրը ստորագրենք, թող դրանք դուրս գան։ Եթե դրա մեջ վտանգ չկա, մի հատ հեռադիտակով նայում են, ինչ եք խառնվել իրար։ Նրանք էլ են լավ հասկանում, որ վաղը մյուս օրը նրանց դուրս գալը ձեռնտու է։ Իսկ Իրանում այնուամենայնիվ շարունակվում է այդ լարվածությունը։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա։ Այն օրից ինքը ընդգծված ասում է, պատասխան հարված ալնելու ցանկացած կողմ։ Հիմա եթե ինքը ասում է ամերիկյան բազաներին կխփենք, եթե ասում է ամերիկայի դաշնակից պետություններին կխփենք, հանկարծն չի մեզ էլ դրա մեջ ներկայացնի, որ ասի, ես ինչ եք անում, իմ թշնամուն բերում եք մտցնեք։ Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի, ասել է Խամենեին։ Այսքան տարիներ ԱՄՆ-ի ու Իրանի հակամարտությունը մի պարզ հարցի մասին է։ ԱՄՆ-ն ուզում է կուլ տալ Իրանին եւ շահագործել մեր ռեսուրսները։
Ոչ խոսակցությունը մարդու իրավունքների մասին անհեթեթություն է։ Իրանի նավթը, գազը, հանքերը, աշխարհագրական դիրքը ահա ԱՄՆ-ի համար գրավչության առարկան, նշել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Բայց որ ձեր օգտակար հանածոները նայում եք ու այդ օգտակար հանածոներից չնչին բանակ ձեր ժողովրդին բաժին հասնում, բա դրա մասին չեք մտածել հեչ։ Լավ, ասենք սանկցիաների պատճառով խնդիրներ կա, բա ձեր երկրի ներսում ինչքան անարդարության խնդիրներ կա, բա արեք էդ էլ արեք, որ բա այն աշճանի եք արդեն հասել, որ անգամ Մասուդ Փեզեշչյանը նախագահն ասում է մենք օբյեկտիվորեն պետք է մարդկանց պահանջները լուծենք, որպեսզի պարտող չստեղծենք, որ դրսից հարձակվեն։ Դուք գիտեք, չէ՞ որ ինչ եք արել ձեր կրոնապետությամբ։ Էդ էլ մտածեք։ Որ net չստացվի, որ մարդիկ ասեն այ մարդ վերջապես եկեք մեզ պրծացրեք էլի սրանցից։ Բայց պարարթողը երկրի ներսում է, չէ՞ ստեղծված։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին 48 ժամվա ընթացքում։ Ես սպասում եմ Իրանին հարվածելուն եւ մի քանի այլ խոշոր իրադարձությունների առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Այսօրվա պայմանները մարտահրավեր են։ Ես համոզված եմ, որ խաղաղությունը պահպանելու մեր հանձնառությունը կարևորագույն նշանակություն ունի, նշել է Վուչիչը։ Չեմ կարող ասել, որ Վուչիչը այնպիսի ինֆորմացված է, որ կարող է 48 ժամվա գրաֆիկով դա ասի, կարող է սա համընկնի, կարող է չհամընկնի, բայց դա պատահական համընկնում է։ Ինքը այն տրամաչափի պաշտոնյա չի Սերբիայի նախագահ, որ որևէ մեկ իրան գաղտնիք ասել, առավել ևս որ գաղտնիք ասել, ինքը այդ գաղտնիքը բացահայտել։ Սա ուղղակի ինքը իր կարծիքն է հայտնել, իսկ այդ լարվածությունը, որը որ կա Իրանի շուրջ, այնպես չի, որ առանց իր ասելու մենք չգիտենք։ Ուղղակի ես կարդացի այն, որ մարդը այս հարցին անդրադարձել է, մենք էլ պատկերացնենք, որ անգամ եվրոպական երկրները այս կարգի ուշադրությամբ հետևում են Իրանի հետ կապված ինչ կլինի։ Իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին ԱՄՆ-ի վերջին ռազմական հռետորաբանությունն ու նավատորմի տեղակայումն անվանել է հոգեբանական ճնշման գործողություններ, ընդգծելով, որ Իրանի զինված ուժերը շարունակում են լիովին պատրաստ լինել։ Գեներալ Վահիդին անդրադառնալով տարածաշրջանի ընթացիկ իրադարձություններին, նշել է, որ հակառակորդի փորձերը ստեղծել անխուսափելի պատերազմի տպավորություն ավելի լայն հոգեբանական գործողության մաս են կազմում, որի նպատակն է ազդել հասարակական կարծիքի վրա։ Իրանը չպետք է ընկնի այդ ծուղակը եւ նման քարոզչական արշավները չպետք է ազդեն երկրի գործունեության վրա։ ԱՄՆ ռազմածովային ուժերի օպերատիվ խմբի տեղակայումը նոր բան չէ եւ պետք է դիտարկվի հոգեբանական պատերազմի շրջանակում, այդ գործողություններն արժանի չեն հատուկ ուշադրության։ Պատկերացնում եք գեներալը, որը որ պետք է խոսի, որ մենք պատրաստ ենք եւ այլ, այսինքն ասում է այդ բլեֆ է, էլի Ամերիկայի կողմից հատուկ ուշադրություն պետք չի դարձնել։ Կարող է նաեւ ասում են նրա համար, որ խոճապ չլինի, այնպես չի, ինքը չի հասկանա, որ Ամերիկան կարող է հարվածի, բայց այնուամենայնիվ, ինչպես տեսնում եք, իրանց ինքնավստահությունը կապված այն բանի հետ, որ 12 օրյա պատերազմի հետ կապված իրանց սխալները լրջորեն վերանայել են։ Մի արդ ուղղակի երեք էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, Ռուսաստանը 14 երկրների հետ իրականացնում է ավելի քան 340 ռազմատեխնիկական համագործակցության նախագծեր։ Չնայած արևմուտքի ճնշմանը, ռուսական արտադրանքը արտահանվել է ավելի քան 30 երկիր, որի եկամուտը գերազանցել է $15 միլիարդ։ ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գործընկերների հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը կմնա առաջնահերթություն։ Բա ընդամենը մի քանի օր առաջ չէր, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր Ռուսաստանը տված փողի դիմաց զենքը չտվեց։ Ռուսաստանն ասում է 15 միլիարդի զենք եմ տվել մի տարվա մեջ։ Բան չի մերը չի տվել։ Եթե մերը չի տվել թշնամություն արե մեզ, բա Նիկոլ Փաշինյան, բա ոնց ես ասում Պուտինը մեր աղբերն է, Ռուսաստանը մեր եղբայրական երկիրն է։ Եթե դու նրան ընդունես որպես հակառակորդ, մենք կհասկանանք։ Ուժեղ հակառակորդ, որի հետ չես ուզում քյալլատաս, էլ կհասկանանք։ Դիմես Եվրոպային, դիմես Ամերիկային, որ ասես նենց անենք հակակշիռ ստեղծենք, որ Ռուսաստանը մեզ չճնշի, էլ կհասկանանք։ Բայց դու բողոքես, որ ասես փողը տվել ենք, զենքը չի տվել։ Բայց պարզվում է, որ ինքը այդ ուրիշին զենքը տվել է։ Ու մեզ չի տվել։ Ու մենք ի վիճակի չենք ասել այդ փողը տուր։ Ոչ ի վիճակի ենք ասել զենքը տուր, ոչ ի վիճակի ենք ասել փողը տուր, ոչ էլ Ռուսաստանի հետ այդքան հարաբերությունների պայմաններում հաշվանցում սկի չենք կարողանում, Ռուսաստանը լկտի ձևով այդ փողը չի տալիս, չի ուզում չի տալիս,
ու Հայաստանն էլ ասում է, դե դու մեր եղբայրն ես, բայց դեպքում ոնց ենք մենք պատկերացնում, վախենում ես Ռուսաստանից, թե դա ինչ որ բոնուս ես տվել Ռուսաստանին, նրա համար, որ ընտրությունների հետ կապված Ռուսաստանը պետք է բարեհաճ վերաբերմունք ունենա, մի քանի 100 միլիոնն ինչ ա որ ընտրությունների հետ կապված Ռուսաստանի վերաբերմունքի դիմաց դու այդ քայլին չգնաս, Ռուսաստանը լկտի ձևով չի տալիս, չէ, եթե ինքը միլիարդավոր դոլարներ ուրիշին ա տալիս։ Եվ մեկ էլ այնպես չի, որ այս ամեն ինչը որ ասեցինք, ընդամենը մի օր Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը հանգստացան, երեք, որովհետեւ դե այն տրճիկը որ տվել էին այն դիսկոտեկի ժամանակ, մի օր գոնե պետք է հանգստանային ժողովուրդ ջան, բայց արդեն այսօր մարդը նորից իր դերակատարության մեջ է, Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջով տեսանյութ է տարածել սուրբ եւ անմահ պատարակ մեր Քաշաթի Սուրբ Աստվածածին եկեղեցում եւ այդ տեսանյութի մեջ երևում է, որ հերթական օրներ պաչելու եւ չոքելու, բայց ուղղակի այս անգամ մի քիչ տարբերում էր, որովհետեւ նախորդ անգամներ ինքը չոքում էր, մյուսները կանգնած էին, բայց հիմա մյուսները, որոնք որ իր զորքը գնում է իր հետևից, արդեն անհարմար են զգում։ Նիկոլ Փաշինյանը չոքի, իրանք չոքեն, հիմա արդեն գրեթե բոլորն են չոքել, բացի անվտանգության աշխարհ։ Այո, ժողովուրդ ջան, եթե դու գնում ես Նիկոլ Փաշինյանի հետևից, մի օր չոքելու ես։ Հաստատ իմացի։ Ու եթե հաջորդ օրն էլ չոքելու ես Էրդողանի եւ Ալիևի առաջ, Պուտինի առաջ, ինքը հիմա փորձարկում է, թե դուք մինչև ուր կկոտրվեք։ Ես անգամ խորհրդային միության ժամանակ եկեղեցի գնաց ու բավական մեծ փորձ ունեմ, ամենայն դեպս գոնե եթե գիտակցական տարիքս հաշվեմ 55 տարուց ավել, անգամ խորհրդային միությունից հաշված, խորհրդային միության ժամանակ էլ եկեղեցով պսակված, բայց ես չեմ հիշում, որ մեր եկեղեցիներում չոքում էին, հատուկ այդ պարավ տատիկներ գալիս էին չոքում էին, բան սենց նայում էր, մի տեսակ դեմքին էլ նայում էր, սենց զգում էր մի քիչ այդքան էլ հավասարակշռած չէին իրանց պահ, չի եղել մեր մոտ նման ավանդույթ, բայց եթե Փաշինյանը որոշեց չոքել, դուք կչոքեք, ժողովուրդ ջան, այս սա ենք ասում, վաղը մյուս օրը որոշեց դան, հիմա դուք իմացեք, դուք իբր թե չոքում եք Աստծո առաջ, ոչ դուք չոքում եք Փաշինյանի պատվերով։ Այսինքն վաղը իմացեք հաջորդն ալնելու, այնպես որ հանգիստ եղեք, հանգիստ չոքեք տեղներդ։ Հիմա դրա համար ենք, այս մեր ներվերները քայքայում ենք, ամեն ինչ որ կարողանանք սրա դեմը առնենք, ինչպես տեսնում եք, հերթով ինչի է պատրաստում մեր ժողովրդին։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։